Ուզում եմ խոսել մի շատ կարևոր թեմայի մասին։ Ես մի ձայնագրություն ունեի, մի չէ, երկու կարծեմ, նույնիսկ միգուցե 3 նույն թեմայով, որ խոսում էի, բացատրում էի, որ մենք Սուրբ Հոգու անոթն ենք եւ մենք պետք է մաքուր լինենք, որ Սուրբ Հոգին բնակվի մեր մեջ, բայց եւ նմանեցնում էի մեզ անոթի, որտեղ լցվում են օրինակ քարեր, ավազահատիկներ եւ այլն եւ տեղը քչանում է Սուրբ Հոգու համար։ Հիմա ուզում եմ այդ թեմային մոտիկ մի շատ կարևոր թեմայով խոսել, կարելի ասել նույն թեման է, ուրիշ կողմից կարևոր է։ Ուրեմն տեսեք, մենք անոթ ենք, որտեղ որ ապրում է Սուրբ Հոգին եւ մենք պետք է մաքուր պահենք մեր անոթը։ Բայց եթե մենք մաքուր չպահենք մեր անոթը, դա դեռ չի նշանակում, որ Սուրբ Հոգին մեզանից հեռանում է։ Եվ այդ ձայնագրությունը հիշելով, ես հենց այդպես էլ ասում եմ, որ այնտեղ երբ մենք թողնում ենք, որ սխալներ, մեղքեր կամ գայթակղություններ հայտնվեն ու չենք մաքրում, դրանք նմանվում են քարերի ավազահատիկների, որոնք գալիս լցվում են եւ փակվում է գնալով անոթը, շատանում է կեղտը, քչանում է մաքուրը բնականաբար։ Այսինքն Սուրբ Հոգու համար տեղը քչանում է, մեղքի համար, սխալի համար շատանում է։ Եվ մի ուրիշ ձայնագրությունում էլ ասում էի, որ նման ենք նաեւ պարզ մաքուր ջրով լցված անոթի, երբ Սուրբ Հոգին ապրում է մեր մեջ եւ մենք մեզ մաքուր ենք պահում ու նմանվում ենք պարզ մաքուր բյուրեղյա մի թափանցիկ անոթի, որտեղ էլ Սուրբ Հոգին մաքուր ջուր է եւ ամեն ինչ թափանցիկ է ու մաքուր, սակայն ամեն անգամ եթե նկարչական վրձինի պես թաթախենք ջրի մեջ ինչ որ մի կեղտ ասեմ, հա, մեղք, գայթակղություն, սխալ, հանենք նորից մեկ ուրիշ կաթիլ բերենք, մեկ ուրիշ ջուրը պղտորվում է, ստացվում է, որ մեր մեջ պղտորվեց, Սուրբ Հոգին դեռ մեր մեջ է, բայց պղտորվում ենք արդեն։ Հիմա ուզում եմ շատ կարևոր խոսքը շարունակել։ Ստացվում է, որ Սուրբ Հոգին այն պահից, երբ ապրում է մեր մեջ, մենք կարող ենք կամ իհարկե մեծ ջանքերի արդյունքում, մեծ ջանքերի գործով, բայց հնարավորինս մաքսիմում մաքուր պահել մեզ, որովհետև կատարյալ կերպով մենք չենք կարող, մենք մարդ ենք եւ մենք անցնում ենք կատարելագործման ճանապարհը, որտեղ որ մենք փորձում ենք նմանվել մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որպեսզի շատ կարճ ասեմ, ես կասեմ փորձում ենք նմանվել մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Մենք անցնում ենք ճանապարհ, մենք չենք կարող կատարյալ լինել, մենք ձգտում ենք կատարելության, բայց չենք կարողանում եւ չենք կարող, բայց մաքսիմում հնարավոր է փորձել եւ մաքուր լինել, մաքուր ապրել, մենք պետք է սուրբ կյանքով ապրենք։ Նա ով ուզում է լինել Հիսուսի, Հիսուսի հետ, հատկապես ով ուզում է լինել Հիսուսի հարսը, նա պետք է սուրբ կյանքով ապրի, որովհետեւ Հիսուսի հարսը դրանք Հիսուսի սրբերն են։ Հիմա եկեք պատկերացնենք, մենք այդ անոթն ենք եւ մաքուր ենք ու պետք է կամ պահենք մեզ մաքուր կամ չենք կարողանում, չենք ցանկանում եւ այլն, նորից սկսում ենք պղտորել ջուրը մեր միջի կամ սկսում ենք մեր անոթի մեջ լցնել ավազներ, քարեր, հատիկներ եւ այլն, ինչ է ստացվում, գնալով Սուրբ Հոգու համար տեղը մենք քչացնում ենք մեր մեջ, բայց դա չի նշանակում, որ Սուրբ Հոգին հեռանում է մեր միջից։ Եկեք դա հասկանանք, դա շատ կարևոր է։ Ինչու, որովհետև մարդը կարող է մեղք գործել, մարդը կարող է սխալ լինել, մենք կարող ենք տեսնել, որ նա գիտակցված կամ չգիտակցված սխալ կյանք է վարում, բայց պետք չի ժխտենք ու ասենք, որ նա ուրեմն Սուրբ Հոգի չունի այլևս։ Ոչ, Սուրբ Հոգին նրա մեջ ապրում է, Սուրբ Հոգին նրան չի թողնի, որովհետև Աստված նրան փրկել է եւ մինչեւ փրկության պահը մենք չգիտենք մեզանից յուրաքանչյուրի կյանքում Աստված քանի հազար անգամ ինչ գործեր է արել, որ մեզ հասցնի այն պահին, որ մենք փրկվենք։ Յուրաքանչյուր փրկված մարդ, այսինքն նա ով դարձել է Հիսուս Քրիստոսինը, մի թանկագին, ամենաթանկագին մեկն է Աստծու համար եւ ինչ եք կարծում, եթե մենք գործում ենք ինչ-որ սխալ, Աստված այդպես հեշտությամբ ուղակի հեռանալու է մեր մեջից, Սուրբ Հոգին թողնելու է ու հեռանա։ Ոչ, Սուրբ Հոգին պայքարել է մեր փրկության համար եւ փրկվելուց հետո հատկապես միևնույնը պայքարելու է, նա շարունակելու է օգնել մեզ, որպեսզի մենք մաքրվենք եւ Սուրբ Հոգին ապրում է մեր մեջ եւ մարդը սկսում է սխալներ անել։ Սուրբ Հոգին նրա միջից չի հեռանում։ Սուրբ Հոգին կարող է բնակվել այն մարդու մեջ, ով փրկվել է, ընդունել է Տեր Հիսուս Քրիստոսին, լցվել է, մկրտվել է Սուրբ Հոգով, սակայն սխալներ է գործում։
Սուրբ Հոգին չի լքում քեզ, չի հեռանում։ Հիշենք, որ Հիսուս Քրիստոսն ասել է, որ հայրը, ում որ հայրը իր հայրը, հայր Աստվածը տվել է իրեն իր ձեռքերին, նա երբեք չի կորցնի։ Տերը հավատարիմ է, Տերը չի թողնի մեզ եւ չի թողնում, սակայն մեր կամքն է կարևոր։ Մենք ինչպիսին ենք ուզում լինենք, ինչպես ենք ուզում ապրենք Հիսուսին ճանաչելուց հետո, ինչպես ենք ուզում ապրել Հիսուսինը դառնալուց հետո։ Մարդիկ կան, որ դրանից հետո ամենամաքրամաքուր կյանքն են փորձում վարել, սակայն մարդիկ կան, որ չեն կարողանում կամ չեն ուզում եւ նրանց բնույթը մի քիչ այլ է ու նրանք ավելի շատ են սխալներ գործում փրկվելուց հետո, երբ Սուրբ Հոգին ապրում է նրանց մեջ, նրանք ավելի շատ են միևնույն է դեռ սխալներ գործում։ Ինչ եք կարծում, Սուրբ Հոգին թողնելու է ու հեռանա, թողնում ու հեռանում է, ոչ, Սուրբ Հոգին չի հեռանում, որովհետև դա մի process է երկար, որ մարդը պետք է աշխատի ու աշխատի իր վրա, մինչև որ հնարավորինս ավելի նմանվի Հիսուս Քրիստոսին, կամ չի անի, չի աշխատի եւ հետ կգնա, գնալով հետ, այսինքն մենք կամ կպխտորենք մեր ներսը եւ քիչ տեղ կթողենք Սուրբ Հոգու համար, կամ հակառակը շատ մաքուր կպահենք եւ ամբողջովին Սուրբ Հոգին կգործի մեր մեջ, դա տարբերություն է մեծ հենց քրիստոնյաների մեջ, փրկված իրական քրիստոնյաների մեջ տարբերություն է, երկու հոգի կողքի կանգնած են, ապրում են, արարում են, շփվում են, ծանոթ են, ընկեր են կամ հարազատ են, սակայն նրանց մեջ Սուրբ Հոգին գործում է բոլորովին այլ կերպ, որովհետև մեկը իր բոլոր ուժերի չափով նվիրված է Աստծուն եւ խոնար է եւ Սուրբ Հոգուն թույլ է տալիս, որ իրեն ավելի ու ավելի լավը դարձնի, իսկ մյուսը ոչ։ Եվ նրանց մեջ Սուրբ Հոգին տարբեր ձևով է գործում, տարբեր չափով։